Մերոնք գետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Բոլորս ինչ խոսք լարված հետևում ենք, ինչ է տեղի ունենում աշխարհում, հատկապես Իսրայել-Իրան հակամարտությունը, քանզի այն ուզենք չուզենք այս կամ այն կերպ կարող է ազդեցության գոտից դարձնել նաև Հայաստանը։ Էլ չեմ ասում մեր ողերիմ բարեկամ Ադրբեջանը իր դրսևորումներով եւ այս բոլորի մեջ մանևրելու կարևորությունը պիտի կարողանանք, քանզի ժամանակը ցույց տվեց, որ այո, այս պահին խաղաղություն ասել եւ պատրաստվել քու պաշտպանությանը շատ ավելի կարևոր է, քան դատարկաբանել եւ հոխոր տալ։ Այն ինչ տարիներ շարունակ արեցին մեր գլխին։ Բայց ինչպես ասում են, կինոն չի ավարտվել։ Թրամփը առավոտյան հայտարարեց, որ արդեն շնորհավորում եմ, մենք խաղաղության ենք գնում, հուսամ երկարատև եւ արժանապատիվ խաղաղություն կկնքեն Իսրայելը եւ Իրանը, մեզ մնում է գուշակել, չգիտեմ, ես ինչ խաղեր կամ զարմացած նայել ես որտեղից հայտնվեց, երեք հարվածեց այսօր, այսպես է ասում, բայց դե աշխարհակաղակական խնդիրներ կարգավորող գերտերությունները թերևս իրենք գիտեն։ Կարևորը, որ այն իրոք չվերածի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Խնդիրն այն չէ, պատերազմից վախենում ենք, թե չենք վախենում։ Խնդիրն ամենևին վախը չի։ Խնդիրը դրա սնանկությունն է եւ անիմաստ լինելը։ Գոնե մեր բաժին, քանզի Հայաստանը վերջապես որոշում է կայացրել, որ պիտի իր ճանապարհները բաց լինեն, որ պիտի կարողանանք աշխարհի հետ շփվել, ինչը կնպաստի, որ մեր երկիրը ծաղկի։ Անկախ այդ գաղափարի ճարտարապետից կամ ճարտարապետներից կամ չգիտեմ դրանց սիրում ենք, չենք սիրում, Նիկոլը լավն է, լավը չէ, այս պահին այս կարևորությունը գերակա է, կարծում եմ, բոլորիս համար։ Փախլավա ասելով բերանը չի քաղցրանում, խաղաղություն ասելով խաղաղություն չի լինում, ասել խաղաղություն նշանակում է պատրաստվել երկիրդ պաշտպանելու, հենց դա էլ խաղաղությունն է։ Հակառակ դեպքում մենք ստացանք կամ կստանանք այն, ինչ ստացանք մեր ծանր ձեռքբերումներից հետո։ Այսքանը միջազգային անցուդարձին եւ հիմա գանք շարունակվող կաթողիկոսաբանությանը կամ չգիտեմ դրա անունը ինչ տնեմ։ 2 օր առաջ, ամսի 22-ին հավաքվեցին եկեղեցականներ, հավաքվեցին իրենց ասելով եկեղեցուն սատարողներ, Շարմազանովեդոնները, Քոչարյան Ռոբերտի ճուտիկները, չգիտեմ դաշնակցական պարագլուխները եւ այլոք ու բարձրաձայնեցին մենք եկեղեցու կողքին ենք։ Հիշեցի, ուրեմն Միրոյան տուֆեր կոչվում այդ կազմակերպությունը, այն անոնը ինչ էր Եզրասը եկել էր, Եզրասը գողացավ այդ բարդու քարը։ Հա, գողացավ բարից ուղիղ իմաստով։ Գողը ոնց է մտնում տուն եւ քար գողանում կամ ասենք ունեցված գողանում, ոսկեղեն գողանում։ Միրոյան տուֆի տնօրենին գցեցին եկեղեցին եւ այն Մոսկվայում կառուցված անի խաստուֆով կառուցված եկեղեցին խաբեբայության արդյունք է, խաբելով Աստծո տաճար կառուցեցին։ Ավելին մի քանի օր առաջ Միրոյան տուֆի տնօրենի հետ եմ զրուցում, հեռաձայնել էր, ասում եմ վերջը փողերը տվեցին, ասում է չէ, ինչ ես խոսում։ Մի բան էլ պատմեց, հիշեցնեմ։ Ամենայն հարգանքով, ինչպես ասում են, Կարեն Կարապետյան, մենք հեռակա գիտենք, Սամվել Կարապետյանի եղբորը Կարեն Կարապետյանին մենք իրար անձամբ առիթ չի եղել, եկել եք անձամբ տեսել Միրոյան տուֆի տնօրենին, ասել լավ ինչ ես աղմում, գցում այդ $500,000 համար, կկարգավորենք, ասել եք ու գնացել, քանի տարի է այդ եկեղեցին կառուցված է, բա ինչու չեք կարգավորել։ Այդ մարդու փողերը չեք տվել սննկացա։ Այս
տրամաբանությամբ եկեղեցու ինչն եք փրկում դուք եղբայրներով կամ ասենք ձեր շուրջ բոլորը հավաքված մարդկանցով։ Իսկ ով է եկեղեցին քանդում։ Իսկ միթե կաթողիկոս կոչվածը, ով երեխա ունի, սրբազան կոչվածներն, ովքեր ասում են դու փորձի մի ամիս առաջ կնոջ մնալ եւ այսպես շարունակ։ Այդ նախիրը կներեք մեղմ բառից համար, որ հավաքվել է, դուք էլ կողքներին ինչն եք փրկում։ Էլի ռսի ճտկակոշիկը կամ սապոկը, ինչպես ասում են, ձեր, չգիտեմ, ոտներին է, որտեղ է հագել եք ու եկել Հայաստան, որ ինչ անեք։ Այս ներքին խառնակցությունը շարունակում եք, նպատակներդ ինչ է։ Ասում եք Նիկոլ Փաշինյանը հետ ուզում է սեփականացնի տա թուրքերին։ Ամոթ չունեք։ Լավ ինչներիդ է պետք։ Ասենք թե, եկեք մի պահ հասկանանք։ Նիկոլին ռադարեցինք։ Չկա։ Դուք ինչ պիտի անեք, ինչ եք արել այսքան տարի։ Ոչ միայն դուք, այդ ձեր կողքի քաղաքական կուսակցությունները, չգիտեմ, նախագահ կոչվածները, Քոչարյանը, բանը, ես ուզում եմ հասկանալ Կարապետյան եղբայրներով կամ այն օլիգարխներով, ովքեր ապե փող եք դրել, օգնել եք, բան չասացի, օգնել եք երկրին, բայց կերել են պետական պաշտոնյաները, վերջում ենքան օգնությունը կերան, որ այդ Ստեփանագերտի հիվանդանոցը նախորդ անգամ պատմեցի, ձեր ձեռքով սարքեցիք, որ 80% պետական պաշտոնյաները չլապեն։ Լավ, Նիկոլը չկա, դուք ինչ եք անելու։ Ինչ եք անելու։ Այն ինչ անում էիք, էկոպեկ չարժեր։ Մեր ձեռք բերում, դուք եռաբլուրներում եղած կլինեք, հայոց եռաբլուրներում, չեմ կասկածում։ Իմ մարտական շատ ընկերներ այնտեղ հանգչում են, այնտեղ հերոսացել են։ Այդ մարդկանց, մեր բոլորի ձեռք բերումը, այն մարդիկ, ում դուք անվանում եք կաթողիկոս, նախագահ, չգիտեմ, կուսակցական, Թո ցար, հա, մեծն ցարը Պուտինը, այդ մարդիկ ամեն ինչ արեցին, որ մենք այդ ամբողջ ձեռքբերումը կորցնենք։ Ապուշի տեղ մի դրեք մարդկանց, թե վայ, Քոչարյանը գոնե պահում էր, ինչն էր պահում, իր երեխեքի գրպանները լցնելով, ինչն էր պահում։ Պահեց այնքան, երբ արդեն, ինչպես ասում են, խաղը պարավեց, երբ այդ ամեն ինչը ավարտվեց եւ շատ հանգիստ թշնամին եկավ, մեր ձեռքբերում է, թվում նաև ձեր 28 միլիոն դոլարանոց հիվանդանոցի շենքը, որ սարքեցիք, վերցրեց, գաղտներից տվեց ու վերցրեց։ Ու դուք դա ավելի լավ գիտեք, ձեզ համար ավելի տեսանելի է։ Արդ ինչ մոտակ է ձեզ կծել, որ եկել հասել եք Հայաստան, որ ասում եք եկեղեցուն թույլ չենք տա բան ասեն։ Այդ ով է եկեղեցուն բան ասում։ Եկեղեցու սպասավորները, որ այդքան հարյուրներով, չգիտեմ քանիսով հավաքվել էին, դուք հացակերեք, թե ինչ եք ուտում։ Դուք որ Աստծուն աղոթում եք, խաչ եք անում, իրականությունից կտրված խաչ անելն ու աղոթք անելը, պատարակ մատուցելը ում է պետք։ Այո, մենք շնորհիվ նաև այդպիսի եկեղեցականների եւ ռուսական ազդեցության գործակալների, շատ չնեղանակ ինձանից մեղմ եմ ասում, մենք կորցրեցինք ամեն ինչ։ Եվ այսօր այդ ախր այնպես չի էլի ասում է լսի աչքը տա մտնում։ Ծակում ա քեզ։ Մենք տեսանք մեր մաշկի վրա զգացինք։ Միայն մի մարմաջ ունենալ, հետ բերել իշխանությունը, որպեսզի Հայաստանը ռուսական ազդեցության գոտի մնա, ավելի քան զավեշտ է։ Իսկ կարելի է, որ Հայաստանը ընդհանրապես բոլորի հետ ունենա քաղաքակիրթ հարաբերություններ։ Բոլորի հետ, քանզի եթե դուք կամ եթե ձեր ընկերները, չասեմ տերերը, ուզում էին, որ Հայաստանը ծաղկի ու պնդանա, Հայաստանը այդ հզոր ձեռքբերումից հետո երբեք այդ կորուստը չեր ունենա, եթե ձեր ընկերները այդպիսին չլինեին, եթե ձեր այստեղ ուղարկողները պարզապես Հայաստանի լավը ուզեին, այդպիսին այս վիճակը մենք չէինք ունենա։ Հասկացանք, Նիկոլ Փաշինյանը, այո, ազնիվ չգտնվեց, չգիտեմ, շփոթվեց, չգիտեմ, իրեն հիմարացրին, կամ ինքը հենց այդպիսին էր, ես ոչինչ չունեմ ասելու, պաշտպանելու բաժին չունեմ, բայց իրեն թվաց, թե ինքն էլ հրամանատար է, հեսա հարց ենք լուծում։
քանզի այն գեներալները, բան որ հիմա այսօր ձեր կողքերը կանգնած են, այն ԱԱԾ աշխատողները, որ ինչ որ կազմակերպություն ու կուսակցություններ են ստեղծել, նրանք բոլորը խաբեցին, ասին մենք կարող ենք։ Պարզվեց, որ մենք կարող ենք միայն Պուտինի ճտկակոշիկը լպստել։ Այդ գեներալների ձեռամբ։ Պարզվեց, որ մեր բանակում միայն կարող են ինչ որ օտար երկրի հրաման լսել։ Պարզվեց, որ մեր կազմակերպած հարձակումներն անգամ ինչ որ մարդիկ կարող են ավանդաբար ոտքից վիրահորվել եւ առաջ չգնալ։ Եվ այսպես շարունակ։ Հիմի ձեր ուզածն ինչ է։ Հա, Նիկոլը այսքան պակաս բաներ ունի, էլի ունի։ Դուք ինչ եք ուզում անեք, այն ինչ արդեն փորձած է, այն ինչ ինչպես Բաղդասար աղբարը ասել, կինս փոս դուս եկած է, այ այդ կինը հայ ժողովրդի որ Քոչարյաններ, Սերժիկներ, Դաշնակցության ղեկավարությունը դրանք բոլորը փոս դուս եկած են, իրենց պաշտոնի մեջ իրենք դավաճանել են, իրենք ազնիվ կին չեն եղել հայ ժողովրդին, իրենք չեն ծառայել, իրենք հացի հետ թույն են խառնել, իրենք հացը պակաս են տվել, իրենց զինվորը սոված է մնացել, իրենց գեներալը գործակալ է դարձել, տագետ է դարձել, ու դուք դա ամենից լավ գիտեք։ Հասկացա ինչն եք քրքրում Հայաստանի, էլ ինչն եք քրքրում։ Չեք թքել, չէ դրանց երեսին, Կարապետյաններ եւ մնացած, այսպես ասած, ապե տղեկ, փող ունեցող տղերք։ Յուրաքանչյուր ազգի համար ունենալ հարուստ գործարար, դա պատիվ է։ Դա պատիվ է, որ կան մարդիկ, ովքեր կարող են լավ աշխատել, աշխարհով մեկ հզոր լինել եւ այո, մեր երկրի ֆինանսական կարողությունները, մեր բանակը, մեր պետությունը պահել։ Հենց այդպես էլ կա ամերիկյան մոդելը ինչու է ուժեղ, բանակը այնտեղ։ Բանակը թույլ չի տա, որ իր գործարանին ինչ որ մաֆիոս գործարարին ինչ որ մաֆիոս խմբավորումներ հոշոտեն։ Գործարարը պետության պահապանն է, ու բանակը պետությունը իր քաղաքականությամբ դա թույլ չի տա։ Հիմա դուք ինչ եք անում, կարող եք ինձ ասել։ Գեներալների 90%-ը գործակալներ, անդաստիրակ լակոտների պատճառով ադրբեջանական գործակալ դարձած, կհիշեք, ում երեխեն որտեղ էր նարկոտիկ վաճառում, ոնց բռնեցին հատուկ գործակալությունները Վրաստանում, որ գեներալը գնաց դարձավ Թուրքի գործակալ եւ այլն եւ այլն։ Ախր այդ սաղ դուք գիտեք։ Հիմա ինչ եք ուզում։ Չեք ու կարող օգնել, մի պղծեք։ Այս կլոուն հդա կոչվածը վերացրեք։ Դուք չեք ամենամեծ փողերով հանդերձ, եթե պետության կողքը չեք, իսկ պետությունը դա Նիկոլը չի, ոչ էլ Քոչարյանն է, ոչ էլ որևէ մեկը։ Այն Պատկանյանի ասած, ասում է թեկու փողեն շահ չունի Հայաստան, տկել եմ քոալ փողի տալ վրան։ Էս ինչ եք անում, ով է ասել, որ դուք կարող եք այդպես լավ տղա խաղալ, բոլորդ։ Հավաքել այն բիտա եղած կարտերը, դուրակ խաղացած կլնեք ոնց էլ լինի։ Այդ բոլորը ովքեր ձեր կողքը հավաքված էին, սկսած սրբազաններով, կաթողիկոսով, քաղաքական գործիչներով, բոլորը բիտի կարտեր են։ Բրծած են այդ մարդիկ։ Նոր շունչ ու այսպես ասած նոր խոսք ասելու փոխարեն չեք կարողանում, հասկանում եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչի համակարգը ուրիշ է, բան չասացի, բայց մի մտեք այնքան, որ ձեր ունեցած հիրավի, նաև ավանդը, գնահատելի ավանդը չզրոյացնեք։ Թե չէ, հա, հասկացանք, ես ինքս ասում եմ, նույնիսկ ինձ ասում են, առանց Նիկոլին կծելու չես կարող, շունը ձեր հայրն ու մայրերն են, ես Նիկոլ չեմ կծում։ Ես ասում եմ ավինյանական քերականությունը խայտարակություն է։ Նիկոլը ինքնասիրահարվածի մեկն է։ Չի կարող դա պատին լինել։ Մի ուրիշ ապուշ ասում է, ինչ է ուզում իր համար այդ մարդը, չգիտեմ, բան է սարքել, լոգո է սարքել։ Լոգոն իր մոր մեջքին կարող է կպցնել կամ կնոջ համարժեք տեղերին։ Լոգոն չի կարող պետական պատին կպչել օրենքի խախտմամբ։ Ում դուրը չի գալիս, ասածս կոպտությունը ներող կլինեք։ Ով իրեն ապուշի տեղ դրած անընդհատ ուզում է ինձ կամ իմ նմանին, ով
Ընդամենը ելնում է օրենքից ու ուղղագրությունից, ասի դուք Նիկոլ եք կծում, շունը ձեր ծնողներն են, ես կծան չեմ, ես կծանի արմատ չունեմ, ես փորձում եմ ճշմարիտ ապրել։ Այո, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ասելու սովորկրթվելը մոդայիկ է, մոդայիկ լինում է կնոջ նոր գլխարկը, նոր գլխաշորը, գուցե նոր չգիտեմ քայլվածքը, բայց մոդայիկ կրթվել չի լինում, ես ինձ համար միևնույնն է դուրները կգա, չի գա, այո, կրթվելը պարտադիր է, կրթվելը կենսական է, կրթվելը ամենօրյա հաց է, բայց ոչ մոդայիկ է, ես այդ ծիծաղելի երևույթների դեմ եմ նաև խոսում, և ինչ-որ մեկը ինձ պիտի ասի, դու կողմնորոշվի, ով ես, ես ոչ ոքի դրանշունը չեմ, մի մեծ ժողովուրդ կա ինձ համար, իր էությամբ, իր անցյալով, իր պատմությամբ, իր դառնությամբ, իր խաբվածությամբ, ես այդ ժողովրդի շունն եմ, հայ ժողովրդի։ Ես չեմ ուզում այսօր հաստատել մի բան, որ վաղը չարիք է դառնալու։ Ես չեմ ուզում զավեշտի աղբյուր դառնա մեր իրականությունը։ Կլսեն, չեն լսի, ես ասել եմ ժուրնալիստները, լրագրողները ժողովրդավարության հաչացող շներն են, ես այդ հաչացող շունն եմ, թե կուզեք, ես իմ բաժինը պիտի հաչամ, ոնց կուզեք ձևակերպեք, բայց պիտի փորձեմ ճշմարիտ դինել, որ դուրս գալուց չամաչեմ, որևէ մեկի երեսին նայել։ Սատանան երբեմն մանրուքների մեջ է։ Ինչևէ, ահա այսպիսի իրականություն ունենք, կոչ եմ անում այն եկեղեցականներին, ովքեր գնացել էին կաթողիկոսին աջակցելու, մի մեծ խորխորատ գտնեն, գետինը մտնեն։ Մաքրվեք, այո, ինքնամաքրվեք, այո, մաքրեք հայոց եկեղեցին։ Կարող է ես հավատացյալ չեմ, կարող է լուսավորիչ ինձ համար եղած չեղած լինի, կարող է դա քաղաքական աշխարհի պահանջներ ժամանակին, որ մենք դարձանք, չգիտեմ, քրիստոնյա, կորցրեցինք մեր թագավորությունները, մեր ուժերը, չգիտեմ։ Դա կարևոր չի, կարևոր է այն է, որ այնտեղ նստածները ինքնամաքրվեն։ Կույս պիտի մնայիք, մնացեք կույս, ժամորդիկ։ Ոչ ոք ձեզ թույլ չի տվել, Աստծու անունից պղծել, հետո էլ ասել, բա ոնց մի ամիս առանց կնիկ, ոնց ապրեմ, ոնց ուզում ես ապրի, գնա ամորձատվի, շան տղա, ով եք դուք, եթե երդում եք տվել, մի բանին անում եք մի ուրիշ բան, հետն էլ արդարանում բա առանց կնիկ, ոնց ապրեմ, իսկ քեզով էր ասում, սրբազանի վեղարը հագնես, ինչ եք ուզում, այսինքն համ երդում եք տվել, համ պղծել եք, համ ասում եք, այն Բաղդասար աղբարի կնոջ այն 3 տարանին է, ձեր կարգավիճակը, ինքնամաքրվեք, մեկա ինքնամաքրվելու եք, մեկա մի օր այ մեր երկրում հանրաքվե կարվի, հավատացեք ինձ, մենք ընդունում ենք այս կարգավիճակով այդ պիղծ կաթողիկոսին և էսիներին այս սրբազանցությամբ, թե չենք ընդունում, ժողովուրդ իր պատասխանը կտա, ավելի խայտառակ ձեզ ծեծելով դուրս կշպրտեն եկեղեցու, հասկանում եք։ Գոնե այդ կաթողիկոսը այդքան մարդ լինի, ինքը հասկանա, որ այդ չարիքի պատճառն ինքն է, ինքն է գնա, որ ինքնամաքրվի այս ճանապարհը։ Եթե իհարկե մեջն է մի պտղունդ բացի բիզնես անելուց, փող աշխատելուց մաքրություն կա։ Կամ այդ կուսակցականները իրենք ձեռքով Հայաստանը հասցրեցին այս թշվառ վիճակին։ Թուլացրեցին, կերան, լափեցին, սպանեցին։ Հիմա եկել ասում են, չէ, այս ինչ կեղտոտ է Նիկոլ։ Որ Նիկոլը կեղտոտ է, հասկացանք, բա դուք ինչ եք։ Դուք կեղտերի կեղտն եք։ Դուք անմաքուր, սրիկա, խափած հայ ժողովրդին, պղծած եռաբլուրը ստահակներ եք բոլորդ։ Բոլորդ անխտիր։ Հերիք չի։ Ինչևէ, Փառք Աստծու, այս պահին մեծ հակամարտությունը կարծես թե միտում ունի դադարեցվելու, կարծես թե կա հնարավորություն ավելի ծաղկուն Հայաստանի ապագայի համար։ Այն ինչ ունենք այդքանով։ Մնացածը ժամանակը ցույց կտա։ Այնպես որ ամեն ինչ լավ է լինելու։ Կհանդիպենք։